Թռչնակ։ Շնորհակալություն հարգելի գործընկերներ, մենք նաև տեղեկացնեմ, որ այս ընթացքում անցնելու ենք հաջորդ հարցին, այսինքն քննարկելու ենք պարոն Ալեքսանյանի թեկնածությունը, բայց մինչ այդ վարման կարգով Նարեկ Կարապետյան։ Ուզում եմ տեղեկացնել, որ դեմ ենք քվեարկելու պարոն Կոնջարյանի թեկնածությանը եւ նաեւ ուզում ենք մի քանի բան ասել, որը հիմք կտա մեր հայրենակիցներին հասկանալ թե ինչու։ Առաջինը պարոն Կոնջարյանի ընտանիքի անդամի կողմից կառավարվող պետական ընկերությունը իրենց կառավարման ժամանակ չի գեներացրել շահույթ, վնասը աճել է 163%, իսկ իրենք ծախսել են Էդուարդո Էրնեկյանի գեներացված շահույթը, ով պետության համար աշխատել է եւ այդ շահույթն է մենակ բաշխվել, իսկ իրենք բաշխել են իրենց աշխատած 0%։ Ինչ կապ ունի սա պարոն Կոնջարյանի պաշտոնը զբաղեցնելու հետ։ Մի պարզ կապ։ Ազգային ժողովն է վերահսկում այս կառույցը վտա նախարարության միջոցով։ Եվ կա խորը շահերի բախում։ Մի դեպքում, եթե ազգային ժողովի փոխնախագահը աֆիլիացիա ունի պետական հիմնարկի ղեկավարի հետ, ինչպես ենք մենք կանխելու 88% սակագնի աճը։ Շնորհակալ եմ։ Հարգելի գործընկերներ, հարցի քննարկումն ավարտվեց Էդգար Ղազարյան վարման կարգով։ Հարգելի գործընկերներ, նաև զգուշացնեմ, որ ես չընդհատեցի պարոն